Կորագիր նյուզը շարունակում է ուսումնասիրել ու իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։ Այսօր ուսումնասիրել ենք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի, նրա կնոջ Անահիտ Մինասյանի և որդու Արամ Խաչատուրյանի 2024 թվականի գույքի ու եկամուտների հայտարարագրերը։ Հիշեցնենք նաև, որ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մարտից, երբ նրա նախորդը Արմեն Սարգսյանը հանկարծակի հրաժարական է ներկայացրել։ Խաչատուրյանը նախքան դա 2021 թվականի օգոստոսից զբաղեցնում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը, ինչպես նաև 9 տարի 2013-ից 2022 թվականներին եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-անդամ տնտեսական հանձնախմբի ղեկավար։ Որպես անշարժ գույք Խաչատուրյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան ու ավտոտնակ Երևանի կենտրոն վարչական շրջանում, որը նվիրատվություն է ստացել 2022 թվականի ապրիլի 3-ին, երկու հողամաս Արաբկիր վարչական շրջանում ու Կոտայքի մարզի Ձորախբյուր համայնքում, որոնք ժառանգություն է ստացել 2017 թվականի հուլիսի 17-ին, տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Շարժական գույք ավտոմեքենա Խաչատուրյանը չի հայտարարագրել։ Վահագն Խաչատուրյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 40 միլիոն 338 339 դրամ, 1089,46 դոլար և 1242,36 դոլար։ Տարեվերջին 54 միլիոն 215 305 դրամ ու 652,2 դոլար։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1 միլիոն 200,000 դրամ և 18,000 դոլար, տարեվերջին 1 միլիոն 200,000 դրամ ու 20,000 դոլար։ 2024 թվականի հաշվետու տարում Խաչատուրյանի եկամուտը կազմել է 17 միլիոն 154 414 դրամ, որ նախագահականից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի ու փոխառությունների մայրգումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 8 միլիոն 236 300 դրամ։ Խաչատուրյանի կինը Անահիտ Մինասյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը գնել է 1997 թվականի հունիսի 13-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Շարժական գույք, այսինքն ավտոմեքենա, նա նույնպես չի հայտարարագրել։ Անահիտ Մինասյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 859 357,76 դրամ, 1078,85 դոլար ու 2480,65 եվրո։ Տարեվերջին այն կազմել է 1 միլիոն 3039,5 դրամ, 1078,85 դոլար և 2480,65 եվրո։ Նրա կողմից հայտարարագրված կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 4 միլիոն դրամ ու 5,000 դոլար, տարեվերջին արդեն 3,5 միլիոն դրամ, 4,000 դոլար ու 3,000 եվրո։ 2024 թվականի հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 712,320 դրամ, որը Սոցհաբ նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացած աշխատավարձն է։ Վերջիններիս որդին Արամ Խաչատուրյանը շարժական ու անշարժ գույք չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 314,801 դրամ, տարեվերջին արդեն 74,070 դրամ։ Վերջինիս հայտարարագրած կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 4 միլիոն 500,000 դրամ, տարեվերջին արդեն 4 միլիոն 250,000 դրամ։ Բացի այդ, Արամ Խաչատուրյանը հայտարարագրել է 640 միավոր Ripple տեսակի կրիպտոարժույթ, որի արժեքը տարեվերջի դրությամբ կազմել է 1331 դոլար։ 2024 թվականի հաշվետու տարում Արամ Խաչատուրյանի եկամուտը արդեն կազմել է 8 միլիոն 590,408 դրամ, որը Armenian Card ընկերությունից ստացած նրա աշխատավարձն է։ Ստացած վարկերի ու փոխառությունների մայրգումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 600,000 դրամ։ Այս և այլ մանրամասներին տեղեկանալու համար մնացեք Կորագիր նյուզի հետ։